Կարոջերքի սկսենք քեմալիզմից, հա, չէ, որովհետև գաղափարական հիմքը վերջին հաշվով ինչքան էլ ինքը փոխվում է ժամանակի ընթացքում մնում է դա ինչ էր քեմալիզմի վերջը։ Նախ քո խոսքում ճիշտ նկատեցի, որ թվում է թե Թուրքիան մոտիկ է եւ իր մասին շատ բան պետք է իմանանք, տարածքային առումով մոտիկ է, բայց միևնույն ժամանակ մեր հանրության մեջ կարող եմ ասել տասնամյակներով կան բազմաթիվ միֆեր Թուրքիայի մասին, երբեմն կեղծ պատկերացումներ, երբեմն ուռճացված եւ այլն, եւ Թուրքիայի մասին իմանալը կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար, հայերի համար ունի շատ կարևոր նշանակություն, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ եւ նաեւ այսօրվա Թուրքիայի հանրապետությունը հասկանալու համար իր գաղափարախոսական հիմքերը, քայլերը այսօրվա եւ այլն, այդ ամենը տեսնելու համար պետք է մի քիչ խորք գնանք եւ քո հարցին, եթե փորձեմ պատասխանել, նախ պետք է ներկայացնենք, որ Թուրքիան ձևավորվել է Օսմանյան կայսրության մի հատվածի վրա։ Իսկ Օսմանյան կայսրությունը կրոնապետություն էր արդեն սկսած 1516 թվականից, այսինքն սուլթանը միևնույն ժամանակ հոգևոր առաջնորդ էր եւ մեկ անձի մեջ երկու ֆունկցիա կար։ Սուլթանը նաեւ խալիֆ էր։ Եվ մինչև վերջին սուլթանը, մինչև 1924 թվականը Օսմանյան տիրակալները միևնույն ժամանակ մուսուլմանների հոգևոր առաջնորդներն էին եւ դրանից նաեւ բխեցնում ենք, որ պետությունը կրոնապետություն լինելով իրավական հիմքը շարիաթներ, այսինքն Ղուրանի, իսլամի տարբեր դոգմաներն էին, դատարանները, դատավորները հոգևորականներն էին, որոնք դատում էին ըստ Ղուրանի, հասարակությունը փաստորեն բաժանված էր ըստ կրոնական հիմքի, այսինքն քաղաքացիներ էին մուսուլման եւ ոչ մուսուլման, ու գաղափարախոսությունն էլ բնականաբար իսլամ եւ խալիֆն էլ որպես այդ ամեն ինչի պաշտպան։ Հիմա ինչ է տեղի ունենում 20-րդ դարի սկզբին։ Ահա այս պետությունը, այս կրոնապետությունը առաջին համաշխարհային պատերազմից հետո պարտվելուց հետո թուլանում է եւ մեզ հայտնի իրադարձությունների ընթացքում Սևրի պայմանագրի ձևավորման եւ այլն ընթացքում Թուրքիայում սկիզբ է առնում մի շարժում, որը ղեկավարում է թուրք այն ժամանակվա ամենահայտնի երիտասարդ գեներալներից մեկը Մուստաֆա Քեմալը, որը հաջողության պատմություններ ուներ մինչ այդ Դարդանելի ճակատամարտում է, չէ՞։ Հասարակության մեջ հայտնի էր եւ նաեւ ինչպես հետագայում է պարզվում, հետաքրքրված էր գիտությամբ, գաղափարախոսություններով, եվրոպական կամ արևմտյան պետության տիպով եւ այլն, եւ ուրեմն նրա ղեկավարությամբ, բայց նաեւ երիտուրք տարբեր ղեկավարների հատկապես Թալյաթի օժանդակությամբ պարտված Թուրքիայի արևելյան հատվածներում պահպանված Օսմանյան զորքի, պահպանված Օսմանյան վերնախավի մի հատվածի հոգևորականության միջոցով սկսվում է մի շարժում։ Շարժման գաղափարախոսությունն էր պայքարել այսպես կոչված օկուպանտների դեմ, օկուպանտները իրենց պատկերացմամբ Մեծ Բրիտանիան էր, Ֆրանսիան էր, Հայաստանն էր եւ Հունաստանն էր։ Բայց քանի որ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ պայքարելը մի քիչ բարդ էր, որպես երկու թիրախ ընտրվեց Հունաստանն ու Հայաստանը կամ հույներն ու հայերը։ Եվ քեմալական շարժումը, որը սկզբից ձևավորվել էր որպես սուլթանին փրկելու շարժում, ունեցավ եւ ռազմական ուղի, այսինքն հայ-թուրքական պատերազմներ, թուրք-հունական պատերազմ եւ ցավոք սրտի հաղթանակներ, եւ դրան զուգահեռ փաստորեն վերածվեց մի այլ այսպես երևույթի ու շարժման արդեն վերջում, այսինքն 1922 թվականին եւ այլն, պարզ դարձավ, որ հայ շարժման ղեկավարները ու կոնկրետ Մուստաֆա Քեմալը հակված չեն սուլթանության պահպանմանը եւ այն լոզունգները, որով դիմում էին ժողովրդին, որ օգնենք մեր խալիֆին, որը գերի է անգլիացիների եւ ֆրանսիացիների ձեռքին, հանկարծ որոշ ժամանակ հետո վերածվեց, որ այդ խալիֆ սուլթանը վախկոտ է, դավաճան է, համաձայնվել է Սևրի պայմանագրին, Թուրքիան գնում է 20-րդ դարում արդեն անախրոնիզմ է սուլթանությունը, սուլթանական դինաստիան իրեն սպառել է եւ առաջ եկավ այդ կարգախոսը վերջ սուլթանությանը։
Եվ երբ որ ասում են վերջ սուլթանությանը, անմիջապես առաջ է գալիս երկու հարց. եթե սուլթանական համակարգը միապետական չէ, ապա ինչ է առաջարկում Քեմալը, եւ Քեմալը շուտով առաջարկում է, որ որպեսզի Թուրքիան տեղ գտնի 20-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում, մենք պետք է ընտրենք հանրապետության մոդելը, այսինքն միապետությունից անցում հանրապետության, ընդ որում խորհրդարանական հանրապետության, եւ երկրորդ հարցն է ծագում, ինչ պետք է լինի խալիֆայության ինստիտուտը, այսինքն իսլամը, որով կարգավորվում էր ամբողջ այդ համակարգը, եւ այս հարցում Քեմալը, այսպես կարելի ասել, պաուզա է վերցնում 1922 թվականին Թուրքիայի ազգային ժողովը, որը արդեն ենթարկվում էր հաղթած քեմալական այդ ուժին եւ Մուստաֆա Քեմալին, լուծարում է սուլթանություն, այսինքն սուլթանության լուծարումը խորհրդարանական մի որոշման միջոցով է տեղի ունենում, մրցակցող խորհրդարաններ էին, չէ՞, մեկը Անկարայում էր նստած։ Այո, այսպես երկիշխանություն էր արդեն Թուրքիայում, Ստամբուլի կառավարության խորհրդարանը, որը ենթարկվում էր սուլթանին, սուլթանն էլ իր հերթին համարվում էր մեծ բրիտանական, այսպես խամաճիկ իրենց ձևակերպով, եւ Անկարայում քեմալական պայքարի կենտրոնում, որ այն ժամանակ գյուղաքաղաք էր, ձևավորված խորհրդարանը, որը Քեմալը անվանում է Թուրքիայի ազգային մեծ ժողով։ Եվ այստեղից էլ նաև պոպուլիստական որոշ հայտարարություններ, որ այլևս սուլթանը չպետք է ղեկավարի, պետք է ղեկավարի ազգը։ Բայց այդ ժամանակ թուրքերը դեռ այսպես ազգի ընկալումը լեովին հաստատված չէր, եւ ուրեմն խորհրդարանի ղեկավարն էլ փաստորեն այդ ազգի ղեկավարն էր, դե յուրե եւ դե ֆակտո, եւ հենց այդ ղեկավարի պաշտոն զբաղեցնող Մուստաֆա Քեմալը առաջարկում է հանրապետության մոդելը։ Իսկ իսլամի հետ կապված, տեսեք, քանի որ լուծարում էր սուլթանությունը, բայց խալիֆայությունը դեռ պահպանվում է։ Այո, խալիֆայությունը մնում է, սուլթանությունը լուծարում է, սուլթանին արտաքսում են որպես դավաճան եւ այլն, բայց խալիֆի ինստիտուտը պետք է ինչ-որ ձևով պահպանվի։ Հիմա այստեղ հետեւյալ հարցն են բախվում, որը նաև հետագայում ամբողջ Թուրքիայի պատմության ընթացքում իր կարևոր դերն է խաղում։ Ով պետք է լինի խալիֆ, եւ խալիֆի տիտղոսը պատկանում էր Օսմանյանների սուլթանական տոհմին, եւ փոխանցվում էր ըստ գահաժառանգության օրենքի։ Հիմա Մուստաֆա Քեմալը առաջին տաբուն է կոտրում, որ խալիֆին պետք է ընտրի խորհրդարանը, ոչ թե այսպես ի պաշտոն, այսինքն սուլթանի եղբայրը կամ սուլթանի որդին պետք է դառնա խալիֆ, այլ խորհրդարանը պետք է ընտրի նաև իբրև ազգը։ Եվ գահաժառանգը Աբդուլ Մեջիդը ընտրվում է խորհրդարանի կողմից խալիֆ։ Արդեն իսկ կախվածություն, այսինքն խալիֆը, որը Մուհամեդ Մարգարեի, այսպես փոխանորդն է երկրում, ընտրվում է մի խումբ պատգամավորների կողմից, այսինքն սա առաջին հարվածն է իսլամին եւ այսպես կրոնական այդ անձեռնմխելի ինստիտուտին։ 2 տարի անց 1924 թվականին, 1923-ի հոկտեմբերին Թուրքիան հռչակվում է հանրապետություն։ Անմիջապես նաև ճանաչվում է աշխարհի կողմից, իսկ Մուստաֆա Քեմալը դառնում է Թուրքիայի նախագահը, բայց խորհրդարանական երկրի նախագահ, իսկ ընտրվելով խորհրդարանի կողմից։ Ու հաջորդ քայլը 24 թվականին երկու պատճառով, առաջինը, որ իբրև թե խալիֆը դավադրություն է իրականացնում երիտասարդ հանրապետության դեմ, եւ երկրորդը Մուստաֆա Քեմալը հայտարարում է, որ նախ ոչ թե նա, այլ իր կողմնակիցներից մեկը, որ հետո դառնալ էր Թուրքիայի երրորդ նախագահ, հայտարարում է, որ խալիֆայությունը արդեն հին երևույթ է եւ պետք է ուղղակի լուծարել խալիֆայությունը, որպես նաեւ երկիշխանության այսպես մեղադրվող ինստիտուտ, ու մարտի 4-ին խորհրդարանի կողմից ընդունվում է օրենք լուծարել խալիֆայությունը, այսինքն սա հաջորդ ամենամեծ հարվածն է, որտեղ խալիֆայությունը մեր այսպես հեռուստադիտողները որպեսի զուգահեռը տանեն միգուցե կարող է մի քիչ ոչ ճիշտ համեմատություն անում, կաթողիկոսությունը, ասես, խորհրդարանի որոշմամբ լուծարվում է եւ խալիֆը 24 ժամվա ընթացքում ու իր ամբողջ գերդաստանը վտարվում է Թուրքիայից։ Անմիջապես նաեւ ընդունվում են օրենքներ, որով արգելվում են կրոնական եղբայրությունները, կրոնական տարբեր կառույցները եւ այս փաստորեն
իսլամը վերցվում է վերահսկողության ներքո։ Բայց դրանով Մուստաֆա Քեմալը չի սահմանափակվում եւ ձևավորված հանրապետությունը որդեգրում է մի գաղափարախոսություն, որը ինչպես ասացի Մուստաֆա Քեմալը դեռ մինչև նախագահ դառնալը հետաքրքրված էր արևմտյան տարբեր գաղափարախոսություններով, շարժումներով եւ այլն, որդեգրում է մի գաղափարախոսական այսպես ուղղություն, որը անվանում են քեմալիզմ,